10 միլիոնից ավելի չարաշահումների կասկածի դեպքում ՊԵԿ-ն անմիջապես տնտեսվարողին վերաբերող գործը փոխանցում է քննչական կոմիտե։ Պատգամավորների փոխանցմամբ տնտեսվարողները դա համարում են բյուջեն լցնելու միջոց։ Բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ որ նախնական հաշվարկի հիման վրա մենք վարույթներ չենք նախաձեռնում, ունեցել ենք տենց նաև նյութեր, երբ որ տնտեսվարողներից արգրավված իրերը եւ առարկաները տևական ժամանակ չէին վերադարձել, հիմա բոլոր նմանատիպ դեպքերը մենք բացառել ենք եւ վերադարձրել ենք, բայց նաև ունենք այնպիսի դեպքեր, երբ որ օրինակ, չգիտեմ, մենք արգրավում ենք սերվերներ, որտեղ հսկայական ծավալով ինֆորմացիա կա, երբ որ այդ սերվերում արկա տվյալները համադրում ենք ՊԵԿ ներկայացրած հաշվետվությունների հետ, դրա հիման վրա է հնարավոր բացառապես հասկանալ անձը խուսափել է հարկային պարտավորությունից թե ոչ։ Պետական ռեկետ որակեց գործողությունը Ագնես Խամոյանը Պողոսյանը չհամաձայնեց։ 10 միլիոն դրամը հազիվ գերազանցող դեպքերով չեն զբաղվում, թեև օրենսդրորեն պարտավոր են վարույթ նախաձեռնել։ Մենք հայտնաբերեցինք հարկային պարտավորությունները չկատարելու հետ կապված հսկայական դեպքեր գազալիցքավորման կայանների հետ կապված։ Հիմա սենց իրավիճակ էր ստեղծվել, երբ որ մարդիկ ոչ միայն հարկային պարտավորություններից խուսափում ունեին, այլ նաև կոնկրետ գազագողությամբ էին զբաղվել։ Ընդդիմադիրները հիշեցին Անիֆի մասին, 3 մեղադրյալ է ներգրավված, մեղադրյալների թվում Տիգրան Ավինյանը չկա, բայց ըստ Աննա Գրիգորյանի ակնհայտ է նրա առնչությունը։ Դուք նշում եք, թե Անիֆի գործով Տիգրան Ավինյանը ինչի կարգավիճակ չունի, հիմքեր չի եղել, առնվազն եւ կարգավիճակ չի ունեցել։ Այս առումով այսքանը, այսինքն մենք ըստ ցանկությունների կամ, չգիտեմ, ըստ տրամադրությունների չենք գնում անցած կարգավիճակ տալու։ Կալանքի միջնորդությունները նվազել են 16.4%-ով, կոմիտեի ղեկավարի հայտարարությունը ընդդիմադիրներին չի ուրախացնում։ Նրանք հարցեր ուղղեցին նաև գաղտնալսումների, հոգևորականների կալանավորման մասին։ Երբ որ ասում եք կոնտեքստից կտրած չի այն, որ մարդիկ պատրաստվում էին իշխանության զավթում իրականացնել մարդիկ գյուլելու միջոցով։ Հիմա դուք այս իրավիճակում ինչ պատասխան եք տալու նախ եւ առաջ մեր հանրությանը։ Պատերի տակ գյուլելու։ Եղել է այդ խոսակցությունը, թե չէ։ Եղել է։ Մենակ գյուլելու խոսակցությունն եք վկայակոչում, բայց այն մյուս խոսակցությունները ախր դուք տեղյակ եք, որ այդ գործով, որ իրանց ձեռքով գրած ապացույցներ կա, որ արարքի որակումը ինքը իրան տվել է։ Ահաբեկչություն, հենց այտենց հանրության մոտ անես տպավորություն ստեղծում, մեկը խոսում է ձվածեղ սարքելու մասին։ Ինչի եք նսեմացնում այս գործը։ Ագնես Խամոյանը հետաքրքրվեց, թե ինչու է ձգձգվում Սամվել Կարապետյանի գործը։ Այն ունենալու է դատական վախճան, վերահաստատեց քննչական կոմիտեի ղեկավարը։ Հուսով եմ ինձնից չեք ակնկալում ստանալ, թե դատարանում այդ գործը ինչ ելք է ունենալու։ Փարաքարում տեղի ունեցած համայնքի ղեկավարի սպանության գործը Թագուհի Թովմասյանի բացահայտված է միայն կատարողների մասին, այլ ոչ ամբողջությամբ, այլ հանցակիցներ լինելու մասով քննություն կատարում են, վստահեցրեց Պողոսյանը։ Արդյոք կառույցը կաշկանդված է, քանի որ կողմերից մեկում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն են։ Թյուր տպավորություն է, արձագանքեց Պողոսյանը։ Անես տպավորությունն է, որ որոշ մարդիկ այդ հանցագործության բացահայտումից նեղսրտել են։ Այսինքն դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է։ Իմ մոտ այդպես տպավորություն է։ Քանի որ դա հնարավորություն էր տալի, եթե չբացահայտված էր, այլ հարցեր շահարկել։ 1 տարի է հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է QR կոդերի գործը։ Պեկ Պաշտոնյան հիմա էլ ղեկավարում է QR կոդերի մասնավոր ընկերությունը։ Թովմասյանը հաջորդ զեկուցողից հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարից հետաքրքրվեց գործի ընթացքի մասին։ Այս կապակցությամբ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, այս պահին գտնվում է ակտիվ նախաքննության փուլում եւ վարույթի ընթացքի եւ արդյունքների մասին համապատասխան հաղորդագրություն հակակոռուպցիոն կոմիտեի կողմից կտարածվի։ Քովիդի գործի առնչությամբ ակտիվ վարույթային գործողություններ են կատարվում, հայտնեց Նահապետյանը։ Ընդդիմադիրները հետաքրքրվեցին նաև վաղարշապատի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի վերաբերյալ վարույթով, որը վերաբերում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, փողերի լվացմանը։ Առաջիկայում նախատեսում են նախաքննության ավարտ, հայտնեց կոմիտեի ղեկավարը։ Ընդդիմադիրները հարց ուղղեցին նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանի մոտ ձեռք բերած գույքի մասին։ Մասնավորապես պարզվել է, որ այդ հողամասը ձեռք է բերել եւ անշարժ գույքը կառուցվել է Գնել Սանոսյանի ընտանիքի անդամների, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում գործունեություն ծավալած եղբայրների եւ հոր ֆինանսական միջոցներով եւ այս մասով հերքվել է ըստ էության Գնել Սանոսյանի առնչությունը այդ անշարժ գույքի կառուցման եւ հողամասի ձեռքբերմանը։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներն այսպիսով ավարտեցին 2026 թվականի բյուջեի նախնական քննարկումները։ Դրանց ամփոփումից հետո այն կընդգրկվի նոյեմբերի 11-ից գումարվող հերթական նիստերի օրակարգում։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։